Այսպիսով վերլուծում ենք բյուրո 6 նախագծին մասնակցած Լուսինե Հակոբյանի անհատական հորոսկոպը։ Լուսինեն մասնակցել է այդ նախագծին 21 թվականին եւ եթե չեմ սխալվում 23 երևի թե 23 թվականին։ Ուրեմն նախ եւ առաջ Լուսինեն աչքի ընկնող մի հորոսկոպի դիրք ունի Լուսինը խեցգետնի մեջ, այսինքն Լուսինը խեցգետնի մեջ շատ խորը զգացողություններ է տալիս անհատը, կարողանում է խորությամբ զգալ իր շրջապատին, գեր զգայուն է, այսինքն շատ սենսոր իրավիճակ ունի եւ նա արդեն իսկ Լուսինը խեցգետնի մեջ անհատների մոտ ուրիշներին զգալու ունակությունը խիստ բարձր է, հետևաբար նաև Լուսինը խեցգետնի մեջ այնպիսի դիրքում է, որ օգնում է նրան օգտագործել այդ ունակությունը իշահասարակության հաջորդ հորոսկոպի դիրքը դա Ռախուն է, քանի որ Լուսինեն անհատական հորոսկոպով ասցենդենտով կարիճի համաստեղության տակ է ծնված, ուրեմն Ռախուն կարիճի մեջ անսահման լայնանալու հնարավորություն է տալիս, ինչի է դա նման, երբ կա գաղտնիք եւ այդ գաղտնիքը պետք է բացահայտել, կարիճը արդեն իսկ կարողանում է խորանալ ու հայտնաբերել այդ գաղտնիքի արմատը եւ պատկերացրեք Ռախուի դիրքը հենց այդ կարիճի համաստեղության վրա, այսինքն բնականից կա եւ ամբողջ կյանքի ընթացքում քանի գնում ուժեղանում է։ Հետևաբար, եթե այս պահին նա ունի պայծառատեսական արդեն զարգացած ունակություններ, համոզված եղեք, որ 1 տարի հետո, 2 տարի հետո, 10 տարի հետո դա շատ ավելի խորն է արտահայտված լինելու։ Մենք այսպիսի մի կերպար նույնպես գիտենք, չեմ կարող իր անունը ասել, որովհետև անհատը ինձ չի խնդրել հանրային մակարդակում իր մասին իր հորոսկոպը նայել եւ վերլուծել, բայց ինքը նույնպես պայծառատես է, նույնպես կարիճի համաստեղության ասցենդենտով, նույնպես Ռախուն այդտեղ, հետևաբար ես կարող եմ պնդել, որ կարիճի համաստեղությունը եւ Ռախուն կարիճի մեջ շատ ուժեղ պայծառատեսական ունակություններ է տալիս, ես դες հետո նաեւ զուգահեռաբար հայտնիների հորոսկոպներ կներկայացնեմ, որտեղ կարիճը Ռախույով որպես ասցենդենտ կարողանում է այդ ամենը անել։